Մահացել է Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանը, Գրիգորյան եղբայրներն էլ հետախուզվում են, նոր մանրամասներ զինված միջադեպի վերաբերյալ։ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաևը իրեն մեղավոր չի ճանաչում, Դադաևը պնդում է ռուս ընդդիմադիր գործչի սպանությունն է ծեծի և խոշտանգումների ներքո։ Ցեղասպանությունները միջազգային հանրության ոչ միասնական դիրքորոշման հետևանք են, նախագահը ընդունել է Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին։ Վթարավտանգ և անմխիթար պայմաններ, սառցակալած և վտանգավոր պատեր, խնդրի մասին բարձրաձայնող գործարանային երկու արժեքի բնակիչները շարունակում են անպատասխան մնալ։ 5 տարի անց բոլոր դպրոցները կլինեն ներառական ծրագրի իրականացման աջակցում են հասարակական և միջազգային մի շարք կազմակերպություններ։ 48-օրյա պահքի ավարտին մնացել է 24 օր եկեղեցական տոնացույցի համաձայն այս տարի միջինգի օրը համընկել է մարտի 11-ին։ Ցայիկ մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում ազդարար լրատվականն է, բարև ձեզ։ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունելով գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին ասել է, որ միասնականությունը կարևոր է հատկապես, երբ ընթացիկ տարում ոգեկոչվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նախագահի խոսքով ակնհայտ ճշմարտությունն այն է, որ ցեղասպանությունները որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններ տեղի են ունենում կամ կրկնվում են միջազգային հանրության կողմից ոչ միասնական դիրքորոշման պատճառով։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Մարշալի հիմնադրամի իր ստեղծման առաջին իսկ օրվանից կոչված է եղել նպաստելու միջազգային խաղաղության, անվտանգության, կայունության, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների բարեկեցությանը և ընդգծել, որ Հայաստանի համար հատկապես կարևոր է հիմնադրամի առաքելություններից մեկը համաշխարհային մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու և դրանք հաղթահարելու կառուցակարգերի մշակումը։ Երկրի ղեկավարը հանդիպում
հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում և արտերկրում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների խորհուրդը։ Ներածական իր խոսքում անդրադարձել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին։ Շարունակում ենք թողարկումը 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, արևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մարտի 10-ին որոշում է կայացվել Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Գրիգորյանը մեղադրվում է 2 և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գրիգորյանը ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում հետախուզվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտում ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանը մարտի 10-ի լույս 11-ի գիշերը ժամը 3-ին մահացել է։ Այս մասին ասել է Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։ Ավելի վաղ նշել ենք, որ Կնյազ Ղազարյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այժմ քննարկվում է միջադեպից մյուս տուժածի Գագիկ Ղուկասյանի վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխելու հարցը, ասել է Հունանյանը։ Հիշեցնեմ, որ Գյումրու Միասնիկյան փողոցում մարտի 7-ի լույս 8-ի գիշերը հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով 6 մարդ վնասվածք էր ստացել, 3-ը հրազենային, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող ծակող գործիքներից։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պարսպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արդարադատության նախարարի կարգադրությամբ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները համագործակցելով առողջապահության Էրեբունի բժշկական կենտրոնի երկրորդ վիրաբուժական բաժնի վարիչ Ասատրյանի հետ այսօր ժամը 14:30-ի սահմաններում այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ կալանավոր Հակոբ Հակոբյանին զննելու նպատակով։ Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հակոբ Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի։ Բորիս Նեմցովի սպանության գործադերյալ Զաուր Դադաևը իրեն այցելած իրավապաշտպաններին ասել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում։ Մոսկովսկի կոմսոմոլը հաղորդում է, որ Դադաևը և գործով մյուս մեղադրյալները Գուբարշևի եղբայրները պնդել են, թե իրենց ծեծել և խոշտանգումների են ենթարկել։ Ռուսական լրատվամիջոցը իր հերթին հավելում է, որ վտանգավոր կասկածյալներին մի վայրից մյուսը տեղափոխելու ժամանակ ուժի կիրառումը թույլատրելի է համարվում։ Դադաևը իրավապաշտպաններին է ներկայացրել ձերբակալության մանրամասները։ Ողջ ընթացքում գոռում էին «Դու ես սպանել Նեմցովին», ես պատասխանում էի «Ոչ», և նրանք ասացին, որ եթե ընդունեմ, բաց կթողնեն ինձ հետ այդ պահին գտնվող ընկերոջս։ Ես համաձայնեցի։ Կարծում էի, որ երբ ինձ Մոսկվա բերեն, ես դատարանում կասեմ ճշմարտությունը, որ մեղավոր չեմ, բայց դատավորը նույնիսկ ինձ խոսելու հնարավորություն չտվեց, ասել է նա։ Ավելի վաղ քննիչները հայտարարել են, թե Դադաևը ընդունել է իր մեղքը։ Հայաստանի կենտրոնական բանկը այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի և ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել միութենական արժույթին անցնելու նպատակով։ Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ անգամ դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ գոյություն չունի, Ազատության հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր 1-ը ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել առօրյային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում առօրյային միության ստեղծման ինչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։ Ռուսաստանի
Ղազախստանի և Բելարուսի նախագահների այս շաբաթվա վերջին Աստանայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ երեք ղեկավարները որոշել են մի քանի օրով հետաձգել հանդիպումը, չմանրամասնելով թե ինչու և թե երբ այն կանցկացվի։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի գրասենյակը հայտարարություններ տարածել տեղեկացնելով, որ Ռուսաստանի նախագահը Ղազախստանի իր պաշտոնակցի հրավերով մեկնելու է Աստանա։ Կողմերը մտադիր էին քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության, նաև ասիական ինտեգրացիոն գործընթացների ներկայիս վիճակը և հեռանկարները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության միտումները։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևան մոլ բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական Քարֆուր առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը։ Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը Քարֆուրի և Երևան մոլի միջև ստորագրվել էր դեռևս 2014 թվականի մայիսի 13-ին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուଆ Օլանդի ներկայությամբ Ֆրանսիայի նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում։ Ռադիոզավոդի հանրակացարան անվանումով հայտնի գործարանային երկու անկյունքում բնակվում է ավելի քան 10 ընտանիք։ Բացի այն, որ կառույցը վթարավտանգ է, պայմաններն էլ անմխիթար, բնակիչների կողմից զբաղեցրած սենյակներում էլ ձյան հալոցքի հետևանքով սառցե շերտեր են գոյացել։ Մի կողմից խարխլված, մյուս կողմից սառցակալած պատերը վտանգում են բնակիչների կյանքը։ Խնդրի առնչությամբ նրանք դիմել են պատկանատյաններին, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։ Դրսում գարուն է, ներսում ձմեռ։ Ռադիոզավոդի հանրակացարանում կամ որ նույնն է բուլվարային թաղամասի գործարանային երկու արշենքում ձյան հալոցքն իր սև գործն է արել։ Սիլվա Սաքանյանի զբաղեցրած բնակարանն ամբողջությամբ սառցե շերտով է պատված։ Ինչ վիճակ է, ստեղ աշելայ փորձի, ինչ վիճակ է, դու իդեղ ստեղ կաբրի ստեղ, շունը ստեղ չի աբրի։ Բացի այն, որ տիկին Սիլվան այլևս անզոր է պայքարել սառույցի դեմ, մտածում է գոնե պատերը փուլ չգան։ Շենքը վթարային է, երրորդ թաշկերն ընդհանրապես խարխլված են, կտուրացվածն էլ այլևս գոյություն չունի։ Կրիշ լապշիչ կավելը, կրիշից հենցուն է գահալի թեջե, ես վիճարն է մեն մուդը, ես
Հանդերել ասեցքսե հանդերել սորեմ քաշե քիչում չորխել ընդեղ ան այդ քնելու սպերը հակառակի քաշե էլ ջուրը գտապե Esther Nagicek կարելի Ոչ պակասան մխիթար են նաև հարևան Կուցուզյանների ընտանիքը։ Բացակայում են կենցաղային ու կոմունալ բոլոր հարմարությունները։ 5 անչափահաս երեխա ծվարած մեկ սենյակում։ Թեև Կուցուզյանները զբաղեցրել են մեկ սենյակ, սակայն ձմռան ամիսներին մեկ սենյակը հազիվ են տաքացնում։ Վարելիքի հարցը դյուրին չի լուծվում։ 7 տարի առաջ 4 տարի ես կմնայի քամիների ժամանակ ես միջի պատերը շարժվավ երեխան փոքր էր քարը թափավ երեխայի վրա դպրոցական տղես իջանք ստեղես երկրորդ հարգը Իրանից խնդրեցինք տեղավորվան ես երկրորդ հարգը, բայց կկատա, կրիշ չկան տարապես, կոմունալ չունենք։ Քանդած շենքերը ցուրտ տունը շատ տները շատ քանդած խումար եմ շատ վախում մինչև կանսարկեն սաղ պատերը ճակած քանդած վիճակում Նույն կառույցում անօթևանի կարգավիճակ չունեցող ավելի քան 10 ընտանիք ապրում են միևնույն պայմաններում։ Խնդրի առնչությամբ բնակիչները բազմից են դիմել պատկանատյաններին, սակայն արձագանք դեռ չի եղել։ Նույնիսկ Երևան ենք դիմումներ ուղարկել վարչապետին, նախկին վարչապետին։ Ոչ մի բան, ստեղ քաղաքապետին ենք դիմել։ Սամի Պարասանյանի մոտ բաբշի չգնամտնի նամակ գրեն նամակից պատասխան եկավ մոդս է նամակը պատասխան եկավ ֆինանսների մինասների հարցերը նիկը կծենոր վրա նիկը կծենոր վրա թե այլ մի բարձե ու մոդներ տակսա ու մոդներ տակսա Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրի Գասպարյանը նշում է, որ Գյումրու քաղաքապետարանը պարտավորություն չունի հիշյալ բնակիչների նկատմամբ, քանի որ գործանային երկու արշենքը չի գտնվում քաղաքապետարանի հաշվեկշռում։ Քաղաքապետարանը ընդհանրապես շենքի նկատմամբ իրավունքներ պարտավորություններ չունի։ Սակայն բնակիչների փոխի հիման վրա ես տեղյակ եմ, որ քաղաքապետի կողմից ձեռնարկվեց միջոցառումներ, որպեսզի այն բերենք համայնքի կույր դարձնենք, որպեսզի մենք կարողանանք տնօրել և ինչ-որ որոշակի հարցեր լուծվել։ Բայց որոշակի տեխնիկական պատճառներով դա ծրծվում է մինչև մաչի լուծված։
հարցը համայնքից գույք չի դարձած, դերևս լուզարային հանձնաժողովն է տնօրինում, ամեն դեպքում քաղաքապետարանը պատրաստ է հնարավորության դեպքում անպայման աջակցելու այդ բնակիչներին։ Հենրի Գասպարյանի խոսքով հարցն իրեն դրության կենտրոնում է լուծարային հանձնաժողովի հետ կապված գործընթացները դեռ շարունակվում են։ Իսկ առաջիկայում նախատեսում է հնարավորության սահմաններում արձագանքել բնակիչների ներկայացրած դժգոհություններին։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Աստարար։ 2012-ի հունվարից Հանրապետության ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցները կրթության և գիտության նախարարության կողմից ստացան համապատասխան ֆինանսավորում։ Նպատակը կրթության և առանձնահատուկ կարիք ունեցող երեխայի հաճախումն է այդ համայնքի սովորական դպրոց։ Կրթությունն իրականացնում են թիմային աշխատանքի հիման վրա։ Այդ դպրոցներում և դասարաններում երեխաների համար ապահովում են համապատասխան պայմաններ և նաև ստեղծվում է իրավահավասարություն։ Մենք երեխայի զարգացնում ենք մանր մոտորիկան շարժումները, հագուստը և հայրական ճաշակերտը նույնիսկ զարգանում, հագուստը ընտրում է և փորձում է ներառական կրթությունը խիստ անհրաժեշտ պրոցես է, որ մտա մեր դպրոցներ, եթե քննարկենք իրավական հաշտության վրա, մեր բոլորի պարտականությունն է, բոլոր երեխաներ ունեն հավասար իրավունքներ և ունեն կրթվելու իրավունք, իսկ բարոյական հաշտագետը բերենք, ապա դա մեր խիղճն է, դա մեր բարեկամությունն է, դա մեկ երեխային, մյուս երեխային օգնելու ցանկությունն է։ Կրթությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով դպրոցներում գործում է անհատական ուսուցման պլան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ իր էջում համապատասխանաբար գրառումներ է կատարում երեխայի զարգացման առանձնահատկությունների, հմտությունների, զգայությունների, շարժողության, գիտելիքների, հիշողության, խոսքի ընկալման, խոսքի բառապաշարի մասին։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմվում և լրացվում է նոր պլան, որը նախորդ ուսումնական տարվա շարունակությունն է, իսկ ուսումնական պլանի կազմման ընթացքում պարտադիր ներգրավում են նաև աշակերտի ծնողն ու դասղեկը։ Սկսել ենք ծրագիրը 16 ներառված երեխաներով, այսօր մեր թիվը հասել է 101-ի։ Ամենամեծն ենք մեր մարզում թվականագով աշակերտների ներառական կրթության մեջ ընդգրկված, դա արդեն ցույց է տալիս, թե ինչքան է կարևոր, ինչքան է պետք այս ծրագիրը մեր դպրոցի համար կոնկրետ։ Ներառական կրթությունը շատ կարևոր է և դա իմ կարծիքն է, որ շատ ճիշտ արվեց, որ մտցվեց մեր դպրոցներում, որովհետև առաջի պայմանը, որ կա,
Աղան մնում է ընտանիքում եւ ոչ թե գնում է հատուկ դպրոցներ եւ կտրվում է ընտանիքից։ Սկզբնական շրջանում ընդհանուր հասարակության մոտ թյուր կարծիք ինժեներգայացումներ կրթությունը շատերը փորձում էին հրաժարվել, բայց ամբողջ ծրագրի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր երեխա պետք է ներգրավված լինի հասարակության մեջ լիովին ցանկացած խնդրի պարագայում։ Իսկ արդեն տարիների ընթացքում ցույց տվեց փորձը, որ ավելի տեղեկացված եւ վիրազեկ լինելու պայմաններում շատ կարեւոր էր եւ ծնողի եւ աշակերտի եւ հատկապես դպրոցի համար։ Համաձայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի բժշկահոգեբանական կավարժական գնահատման կենտրոնը սահմանում է երեխաների զարգացման առանձնահատկությունների առավել վաղ շրջանում բացահայտման, գնահատման եւ կրթության համար համարժեք պայմանների ապահովման հիմքերը, կազմում է համապատասխան եզրակացություն։ Ներառական կրթության դեպքում պետությունը հանրակրթական հաստատության աշակերտին տարեկան միջինը տրամադրում է մոտ 480-ից 500,000 դրամ աշակերտի տրանսպորտային եւ սննդի ծախսերը։ Եվ շենքային պայմանները բավարարում եւ մենք ենք լրացուցիչ միջոցներ տրամադրում, թե դասասենյակը կահավորելու, թե երեխաներին նորմալ կրթություն ապահովելու։ Ներառական կրթության ծրագիր իրականացնող հանրակրթական դպրոցներում ստեղծում են նաև սոցիալական ու հատուկ մանկավարժների, լոգոպեդների, հոգեբանների հաստիկներ։ Մինչև 2020 թվականը հանրապետության բոլոր դպրոցներն աստիճանաբար ընդգրկվելու են ներառական կրթության ծրագրում։ Այս ծրագրի իրականացման աջակցում են հասարակական ու միջազգային մի շարք կազմակերպություններ։ Անիմը Կրչյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Ըստ եկեղեցական տոնացույցի այս տարի միջինգի օրը համընկել է մարտի 11-ին։ Ասել է, թե 48-օրյա պահքի ավարտին մնացել է 24 օր, իսկ ապրիլի 5-ին կնշվի Սուրբ Հարության տոնը։ Միջինգը տրվում է մեծ Պասեքի սովորվան, որը տոնական նշանակություն ունի։ Միջինգ է 4-րդ չորեքշաբթի կամ մեծ Պասիք 24-րդ օրը։ Միջինգից սկսած խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել ստեղի շարականները հավուր պատշաճի։ Այդ օրը ժողովրդական ավանդության հայտ անտիկիները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում։ Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարին հաջողություն կունենա։ Ավանդության մեջ ունեցել է, այսպես ասած, վիճակահանության տոն, սովորույթ, բաղարջող, իհարկե դա կրոնական չէ, ժողովրդականը, ընդհանրապես կրոնական առումների մեջ միջինգը մնացած օրերից չի տարբերվում նրանով, որ այսօրվանից մի քիչ
եկեղեցական կարգերի մեջ ժամերգությունների ժամանակ արդեն սկսում են երգվել ավելի ուզողական մեղեդիներ, ստեղիներ են կոչվում։ Եվ ևս մեկ անգամ զգաստացում, ևս մեկ անգամ վերանայում, որ շարունակենք պահքը հաջորդող ընթացքի մեջ տեսնենք ոնց ենք ավարտելու։ Մյուս թեմաների մասին ճամփորդությունների ժամանակ համաձայնեք պակաս կարևոր չէ տրանսպորտային միջոցը։ Վայրի արկածների սիրահար է Ուսյամինով իր մոտոցիկլետով 2 անգամ չափել է աշխարհը։ Եղանակային խնդիրները և սահմանները հատելը ընդհանրապես խնդիր չէ։ Ճամփորդությունը բարեգործական նպատակ ունի, հավաքված գումարը ուղղվելու է պատերազմ մասին, որպեսզի մարդիկ փոխանցումներ կատարեն։ Ուսամն ասում է սկզբում ինքն էր պատմում կազմակերպության մասին, հիմա շատ երկրներում նրան արդեն ճանաչում են։ 6 օրվա ընթացքում $28,000 փոխանցում է կատարվել։ Սա երրորդ ճամփորդությունն է։ Առաջինը 2010-ին էր։ Եվրոպայի 36 երկրում է եղել, 60,000 կիլոմետր անցել, 2012-ին 40,000 կիլոմետր անցել, լինելով 22 երկրում։ Ամենաերկար ճամփորդությունը մարտի 1-ին է սկսել, ծրագրել է 100 երկրում լինել, 2 տարում 240,000 կիլոմետր անցնելով։ Գաղափարը իմն էր, բայց ընտանիքիս անդամներն ու ընկերներս գոտեպնդեցին, ճանապարհին շատ խնդիրներ են լինում, ամեն ինչ շատ եղանակն է խանգարում, սահմաններ հատելն է դժվար, օրինակ այս անգամ Իրանում -10 աստիճան էր, ոստիկաններն էլ 27 անգամ կանգնեցին, բայց ամեն ինչ շատ տխրեցի և մոտոցիկլետի ամբարձիչը կոտրվեց։ 14 ժամ անդադար վարում էի, որ Հայաստան հասնեմ։ 14 ժամ անդադար վարելը հեշտ չէ, բայց ավելի ծանր դեպքեր են եղել։ Մեկ անգամ ստիպված 18 ժամ անդադար վարել է, միայն ջուր խմել, իսկ մեկ ուրիշ դեպքում 36 ժամ ոչինչ չի կերել։ Հյուրանոցներից Ուսամը չի օգտվում, գերադասում է այդ գումարով բարեգործություն անել։ Ամեն երկրում
անցորդի կամ ընտանիքի է օգնում, քնում է վրանում, քնապարկում, ասում է մինչև -20 աստիճան ցրտին դիմանում է։ Ճանապարհին հիմնականում մակարոն եմ ուտում։ Սա ամենաանվտանգ սնունդն է։ Դիմանում է եւ ցրտին եւ արևին։ Մոտոցիկլետն անիմաստ չի ծանրաբեռնում, միայն խիստ անհրաժեշտ ապրանքներ է վերցնում, հիմնականում պահեստամասեր եւ դեղորայք։ 70 վիզայի համար մեկ անձնագրի 46 էջը չի բավականացրել, երկրորդն են ամրացրել։ Հայաստանում միայնակ ճամփորդը ջերմ ընդունելության է արժանացել։ Այստեղ թեպետ ընկերներ ունի, բայց առաջին անգամ է, ասում է, տպավորված է հայերի հյուրընկալությամբ, երկիրը գեղեցիկ է, եղանակը լավ։ Այստեղ շատ ընկերներ ունեմ, Աննան ասում էի նրանց հետ հանդիպմանը։ Երթուղին հատուկ այնպես կազմեցի, որ Հայաստանով անցնեմ։ Հորդանանում ծնված Հույսամը 15 տարի ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում, IT մասնագետը Դուբայում սեփական բիզնես ունի, մոտոցիկլետների վաճառքով է զբաղվում։ 40-ամյա ճամփորդը 3 անգամ ինքնաթիռ կնստի, աշխարհի մնացած ճանապարհները մոտոցիկլետով կանցնի։ Այս անգամ վնասվածքներ դեռ չի ստացել, բայց նախորդ ճամփորդությունների ժամանակ ինչքան ասես։ Երեք կողոսկր եմ կոտրել, մի անգամ մատս եմ ջարդել, կոտրվածներ շատ են եղել, բայց մինչև հիմա ոչ մի վնասված ծրագրից հետ չի պահել։ Բայց երթուղուց շեղումներ լինում են, պատերազմներն ու քաղաքական խրդժությունները երբեմն ստիպում են փոխել ճանապարհը։ Օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ուկրաինայում չեմ լինի, այսպիսի դեպքեր էլի են եղել։ Բարեգործ Բայկեն ամեն ինչ շատ միայնությունից ու կարոտից է եղել։ Տանը 1.5 տարեկան աղջկան եւ կնոջն է թողել։ Նրանց հետ 3-4 ամիսը մեկ հանդիպում է կազմակերպում, հերթականը կլինի Ղազախստանում։ Ճանապարհին, երբ միայնությունը տանջում է, Վիլի Արջուկի հետ է զրուցում։ Հավատարիմ ընկերը 100,000 կիլոմետրեր է անցել, անձրևից թրջվել, անապատի արևից այրվել է, Չինաստանում էլ աչքն է կորցրել։ Խաղալիքի հետ Հույսամը զրուցում է, կատակում, բայց չի տխրում։ Լավատես բարեգործը նույնիսկ ամենադժվար վիճակում միշտ լույսի շող է տեսնում։ Վաղն առավոտյան նա Հայաստանից կմեկնի, բայց մինչ այդ անպայման Ծիծեռնակաբերդ կայցելի։ Հայաստանի Հանրապետության Թեքվոնդոյի ֆեդերացիան տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է մեջբերում է, հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետության եւ հայազգին թշնամական է, նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանը այսօր է շարունակաբար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության տարածք դիվերսիոն թափանցման փորձեր է կատարում, որոնց խափանման ժամանակ զոհվում եւ հաշվում են հայ քաջարի զավակներ, Հայաստանի Հանրապետության Թեքվոնդոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նպատակահարմար
չի գտնում մասնակցությունը հունիսին Բաքվում անցկացվելիք եվրոպական մարզական խաղերին։ Բաքվում նման միջոցառման մասնակցելը անթույլատրելի ենք համարում հատկապես հայոց մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ ողջ առաջադեմ մարդկության կողմից ոգեկոչման հիշատակման արարողություններին Թուրքիան և իր կրտսեր եղբայրը Ադրբեջանը թատերականացված կեղծ շոուներ են հակադրում և այդ կերպ փորձում տպավորություն ստեղծել։ Մեջբերման ավարտը։ Իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դրական է համարում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ։ Նախարարի կարծիքով անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները պարտավոր են իրենց բնականոն շարունակական աշխատանքները իրականացնել հայ մարզիկների նշված խաղերին նախապատրաստելու ուղղությամբ։ Նախարարը կարևոր է համարում, որ անձամբ միջազգային օլիմպիական կոմիտեի և եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահների կողմից տրվել են հայ մարզիկների անվտանգությունն ապահովող երաշխիքներ։ Նախարար Ղազարյանը գտնում է նաև, որ հայ մարզիկների չմասնակցել այդ խաղերին հնարավոր է վնաս հասցներ ոչ միայն նրանց մարզական կենսագրությանը, այլ նաև Հայաստանի վարկանիշ միջազգային մարզական ասպարեզներում։ Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մատչելի չէ հեռանալ Դորտմունդից։ Հենրիխն իրեն հիանալի է զգում Դորտմունդում, մենք հենց այնպես չենք կնքել 5 տարվա պայմանագիր։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը միշտ չէ, որ ընդգրկվում է Բորուսիայի մեկնարկային կազմում, բայց ինձ մոտ տպավորություն չի ստեղծվել, որ նա ցանկանում է լքել Բորուսիան։ Ընդհակառակը նա ցանկություն է հայտնում հաջողությունների հասնել Դորտմունդի թիմում, իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Բիլդը։ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի Յուվենտուսը, ավելի վաղ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Իտալիայի չեմպիոնը հայ կիսապաշտպան ձեռք բերելու ևս մեկ փորձ կկատարի ամպրանը։ Այսքանը բոլոր այս նորությունները տեղադրված են նաև մեր ինտերնետային կայքում, այցելեք www.ցայ.am